Պարոն Արսենյան, ինչպես ստացվեց, որ դուք նշանակվեցիք մարզպետ, ինչով էր պայմանավորված Այսինքն ինչով էր պայմանավորված։ Ինչու Նախկին մարզպետի հետ շատ լավ հարաբերություններ ունի։ Նախկին մարզպետի աշխատանքը ինչով չէր գոհացնում, որ քննարկում չեղա, դուք չէր մտի քաղաքապետն եք եղել։ Շատ գոհացել է ու շատ մտերիմ հարաբերություններ ունի։ Մի քիչ են չեմ կարող։ Որպես Պարոն Արսենյան, ներողություն, դուք ԿՊ-ի հետ եք հիմա ճանապարհ անցնում։ Ձեր հայրը 4 տարի արդեն ԿՊ-ի ճանապարհ։ Հարցը չեմ 4 տարի այս համայնքի ղեկավարը։ Շատ լավ։ Ձեր հայրը հանրապետականի հետ էր, հա, ճանապարհ։ Սա ինչպես է ստացվում այս քաղաքական տարբեր ուղղությունները, հաշվի առնելով։ Ես երբեք կուսակցական ոչ մի չեմ եղել եւ ունեմ ես քաղաքական հայացքները։ Որը տարբերվում է ձեր քաղաքական հայացքներից։ Դուք կարծում եք, որ Իհարկե կիսում եմ։ Դուք կարծում եք, որ սահմանազատմամբ հնարավոր կլինի ջերմուկի օկուպացված տարածքներն ազատագրել։ Կարծում եմ, որ այո։ Հիմքում ինչ է։ Ձեր հայրը, որ նախկինում ՀՀԿ-ական պատգամավոր էր, հիմա ԿՊ-ական, դուք այդտեղ դիսոնանս չեք տեսնում, ո՞նց է որ դուք ձեր հայրն էլ է կիսում Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը։ Ինչու՞։ Բա նախկինում ինչ չէր կիսում։ Նախկինում ինչ չէր։ Սերժ Սարգսյանի ժամանակ ինչ չէր կիսում Նիկոլ Փաշինյանը։ Այսինքն հարցեր եք տալ, դրա համար ես բան եմ անում, էլի խնդրում եմ ձեզ։ Ամեն հինգշաբթի հանդիպելու եք։ Դե այսօր այդ ես հավեսով Դե պատրաստ եք հարցեր։ Այսօր այդ հինգշաբթիներից մեկն է։ Ձեր վարչական տարածքից Կարծում եք հեռանալու։ Ինչ ճանապարհով ինչպես է։ Հույս կա դրանով, ո՞նց են։ Բավոր չգնան, այդ սոված ադրբեջանցիները։